Անին է, նա իր սիրելի խմբերի երգերը ամեն առավոտ լսում է ականջակալներով։ Դպրոցում իր նախընտրած երաժշտության հանդեպ սերը նրան հաճախ ծաղրի թիրախ է դարձնում։ Անին լուր հանդուրժում էր իր հանդեպ անտարբերությունը ավելի ու ավելի մեկուսանալով։ Անին չի շտապում դասարան մտնել։ Համադասարանցիներից ոմանք Անիին ծաղրում ու վիրավորում են, անվանելով նրան տարօրինակ, անճաշակ, իսկ նրա նախընտրած երաժշտությունն անվանում են աղմուկ-աղաղակ, գոռգոռոց։ Ուսուցչուհին նկատում է այս իրավիճակը և գիտակցում, որ երեխաներն իր օգնության կարիքն ունեն։ Մանկավարժական աշխատողների վարքականոնն ասում է. մանկավարժը պետք է գիտակցի իր սոցիալական դերի, հետևաբար հասարակության մեջ սոցիալական դերը գիտակցող անհատի ձևավորման գործում իր առաքելությունը, պետք է հարգի սովորողի անհատականությունը, անկախ նրա ազգությունից, տարիքային, ֆիզիկական, մտավոր, անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ռասայից, սեռից, լեզվից, ընտանեկան և սոցիալական կարգավիճակից։ Այսօր խոսելու ենք երաժշտության բազմազանության մասին։ Ով ինչ երաժշտություն է սիրում և ինչու։ Բոլորս տարբերվում ենք միմյանցից մեր նախասիրություններով։ Պատկերացնում եք ինչ տխուր կլիներ, եթե միայն մեկ ոճի երաժշտություն լիներ։ Դուք կարող եք լինել լավ ընկերներ, բայց սիրել տարբեր ոճի երաժշտություն։ Համաձայն վարքականոնի ուսուցիչը գիտակցեց իր սոցիալական դերը, ցուցաբերեց հարգանք սովորողների անհատականության հանդեպ և քաջալերեց սովորողներին հարգել միմյանց։